Հունիսյան վերջին օրը Սյունիքի հարավային մայրաքաղաքում նշանավորվեց կարևոր ու երկար սպասված իրադարձությամբ։ Վերաբացվեցին Կապանի համայնքապետարանի շենքն ու հարակից այգին։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց շատրվանի գործարկմամբ, որը վստահված էր այգու մշտական այցելու տարեց կապանցիներին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Սյունյաց թեմի առաջնորդը, Զանգեզուրի բղնձամոլիբդենային եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, համայնքապետարանի այլ գործընկերներ, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը եւ բազում քաղաքացիներ։ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը ելույթը սկսեց միասնական աղոթքով եւ աշխատակազմին մաղթեց արդյունավետ աշխատանք։ Շատ ուրախ եմ, որ մեր համայնքապետարանի շենքը վերակառուցվեց եւ վստահ եմ, որ այստեղ կիշխի այն մթնոլորտը, որ յուրաքանչյուր քաղաքացի մուտք գործելով այս շենքից ներս կգտնի այն լուծումը, իր խնդիրների լուծումը եւ ուրախ սրտով կվերադառնա իր ընտանիք։ Համայնքապետարանի շենքը կառուցվել է ավելի քան 70 տարի առաջ։ 2003-ից 2008 թվականներին Կապանը ղեկավարած Արմեն Կարապետյանի խոսքով վերակառուցումն ու նորոգումը անհրաժեշտություն էին դեռևս 2000 թվականից։ Եվ կարելի է ասել ոչ միայն այս խնդիրն է վերջին տարիներում լուծվել, Կապանում տեսնում եք ինչպիսի բազմաթիվ օբյեկտներ են շահագործման հանձնել։ Մենք կարողանում ենք նկատել դա, կարողանում ենք հարգել այդ աշխատանքը եւ պարտավոր ենք։ Պաշտոնական բացումից հետո հյուրերը շրջեցին տարածքում, ծանոթացան իրականացված աշխատանքներին, ժամանակակից ենթակառուցվածքներին։ Գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացումը, վերակառուցումն ու նոր մասնաշենքի կառուցումը իրականացվել են սուբվենցիոն ծրագրով համայնք կառավարություն համաֆինանսավորմամբ շուրջ 911 միլիոն դրամ ներդրմամբ, որում համայնքի մասնաբաժնի մի մասը ֆինանսավորել է Զանգեզուրի բղնձամոլիբդենային կոմբինատը։ Այսօր ավականու անդամների եւ մյուս քննարկումների համար ստեղծված է ժամանակակից բոլոր պայմաններ եւ այդ բոլոր հանդիպումները կան հնարավորություն ուղիղ հեռարձակել։ Կառույցի կահավորման եւ վերազինման հարցում համայնքին եւս աջակցել է հանքարդյունաբերական հսկան։ Այսպիսով ունենք պատմական հարուստ անցյալին հարիր, ճարտարապետական դիմագիծը չխաթարած եւ քաղաքի զարգացման արդի տեմպերին համահունչ վարչական շենք։ Աշխատակազմի աշխատանքները կազմակերպվելու են այն տրամաբանությամբ, որ բոլոր շահառուները կլինեն համայնքի բնակիչներ կամ այլ այցելուներ, բոլոր ծառայություններից օգտվելու համար մոտենալու են համայնքապետարանի շենքի առաջին հարկում գործող երկու պատուհաններից որևէ մեկին։ Եկամուտների գանձման հետ կապված ուրեմն համապատասխան բաժնի մեկ պատուհանին, իսկ ընդհանուր բնույթի հարցեր եւ խնդիրների դեպքում արդեն իսկ քարտուղարության բաժնի մեկ պատուհանի, որտեղից կստանան համապատասխան ուղղորդում, անհրաժեշտության դեպքում կմոտենան եւ հարցերին կպատասխանեն մյուս ստորաբաժանումների պատասխանատու իրավասու աշխատակիցներ։ Համայնքապետարանում խոստովանում են, առավոտյան աշխատանքի գալը կրկնակի հաճելի կլինի։ Նման պայմաններում քաղաքացիներին սպասարկելը առավել եւս։ Ես աշխատում եմ 96 թվականից մինչ այսօր աշխատում եմ, մոտ 30 տարի աշխատում եմ այս բաժնում։ Նախկինում ինչքան աշխատել եմ այս տարիների ընթացքում մեր շենքը գտնվում էր համայնքապետարանի շենքը գտնվում էր անմխիթար վիճակում իսկ այսօր կարող եք տեսնել թե ինչպես է զարգացել ինչքան է սիրունացել ինչքան է կոկիկ դարձել գեղեցիկ դարձել մեր համայնքի համայնքապետարանի շենքը Այստեղ են կայացվել Կապանի համար կարևորագույն որոշումները եւ կերտվել քաղաքի վերջին 70 տարվա պատմությունը։ Գևորգ Փարսյանը շեշտում է, շենքի վերակառուցումը ժամանակի հրամայական էր։ Մեր անձնակազմը արդեն ֆիզիկապես չէր տեղավորվում համայնքապետարան գոյություն ունեցող համայնքապետարանի շենքում, մեր ստորաբաժանումների որոշները գործունեությունը ծավալում էին
այլ շինություններում եւ բնականաբար արդեն անհրաժեշտություն կար նոր նաեւ կառույցի կազմակերպմանը շինության կառուցելուն, որը նույնպես իրականացրեցին եւ այսօր ամբողջ անձնակազմը արդեն հնարավորություն ունի անխափան գործելու։ Այգու նորոգումն ամբողջությամբ իրականացվել է համայնքային բյուջեով, հատկացվել է շուրջ 138 միլիոն դրամ։ Բնականաբար այս բոլոր հարմարավետությունները ստեղծված են մեր քաղաքացիների համար եւ ես հավատացած եմ, որ այս վայրը դառնալու է մեր կապանցիների ամենասիրելի վայրերից մեկը։ Պատմական օրը եզրափակվեց ջազ նվագախմբի ելույթներով, հնչեցին բոլոր ժամանակների լավագույն կատարումները, հաճելի հուշեր եւ ակնթարթներ պարգևելով ներկաներին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։